Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց Դակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Տագնապներ կան վեհափառի սրտում, միտքը, խոսքը բանտարկված են։ Կյանքով են վճարում մարդիկ, վախը խլացրել է արդարության ձայնը։ Արցախահայերի իրավունքները ոտնահարված են, Հայաստանում ապօրինաբար ազատազրկվածները տառապում են ինչպես Բաքվի բանտերում խոշտանգվող մեր հայրենակիցները։ Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ունտրովի արդարադատություն եւ կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։ Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր եւ աներև։ Արցունքն աչքերին է այս տղամարդը լսել կաթողիկոսի հայրապետական պատգամը։ Մեր եկեղեցին սուրբ է, իրոք որ սուրբ է։ Այս հասակին պետք է չտենայի ես այս ամեն ինչը։ Եկեղեցուդան ոչ մեկ դուրս չգա, սրբավայր է, մեր սուրբ եկեղեցին։ Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլեր անելու փոխարեն չանցնենք ճշմարտության շավիղներով, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկունք։ Հայրապետական պատգամում այս միտքն է կարմիր թելով անցկացնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը։ Աշխարհի խառնաշփոթում թվում է, թե խլացել են ավետարանական պատգամները։ Ցավում է վեհափառը, որ անարգվում է Աստծո արարչագործությունը։ Մեր հայությունը, մեր գրոնքը պահպանողը հոգևորականներն են։ Մենք աշխարհական ըլլալով պետք է ցերկերից վրա բռնենք ու բարձրացնենք։ Պետք չէ հալածելու վիճակի բերվի։ Հարության տոնը մեղքերից ազատվելու ժամանակն է, համոզված է հայրենիքից հեռու ապրող այս տղամարդը։ Մեզի պահպանողը արդեն հայկական դպրոցներ ու եկեղեցին է։ Մանավանդ արտասահմանի մեջ դպրոց հայկական դպրոցին գողքը հայկական եկեղեցի գլա, որ պահպանվենք, չլուծվենք, չփանլանք, չգործվենք։ Աններելի մեղք է գործում Հայաստանի իշխանությունը եկեղեցու վրա քարեր նետելով։ Ամոթից մեր շատ հայրենակիցներ չեն ուզում ծպտուն հանել։ Շատերը զայրույթից չեն կարողանում կառավարել լեզուն, հույսը Աստծո դատաստանն է։ Մեծ հույսով ու հավատով, որ մեր արարիչը մեր իրավացի խնդրանքը կանի, մեր Հայաստանը կազատի, սատանեկին կչորացնի, անմեղներին էլ գլիացնի։ Աստված մեծ է ողորմը շատ, ինչքան էլ լահեղ կռիվ լինի, դարձյալ հաղթողը մեր սուրբ խաչը կլինի։ Քրիստոս հարյավի մարելոց, օրհնալ է հարությունը Քրիստոսի։ Աստված առաջ, աշխարհին խաղաղություն, մեզ էլ առողջություն, պինդ պահենք մեր երկիրը։ Քրիստոսի պատիվը, անունը պահելով, խոնարհվելով խաղաղություն ենք հետո մաղթում, որպեսի խաղաղ լինի ժողովուրդը։ Արժանապատիվ խաղաղություն է հայրենակիցներին խոստանում Հայաստան դաշինքը։ Խորհրդարանի պատգամավոր Արթուր Խաչատրյանը մայրաթոռ մեծ հույսով է եկել։ Համոզված է, որ հայրենակիցները շատ շուտով այսպիսի հայացքներով չեն նայելու։ Սրանք փորձում են ներկայացնել որպես խաղաղություն, իրականում խաղաղություն չի։ Ցանկացած պանջ, որ Ադրբեջանը ներկայացնում է, եթե սրանք մի վայրկյան ուշ կատարեն, հասկանում եք, չէ ինչ կլինի սահմաններին, բայց այսքանով հանդերձ նաև մեծ հույս, կրկնում եմ մեծ հույս, որ սև օրերը վերջ են ունենալու եւ շատ շուտ են վերջ ունենալու։ Մայրաթոռում Քրիստոսի հարությունն են ավետում։ Մարդիկ ողջագուրվելով իրար են փոխանցում հարության ավետիսը։ Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, աղոթում է վեհափառը։ Գայանե Մովսիսյան, Տիգրան Գասպարյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր Կիրակի։